Հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Ձինայեթ նախագիծը։ Եվա Կոպովնան նախ սկզբից շնորհակալ եմ իր անդավաճան հեռուստադիտողներին, առավել ևս նրանց, ովքեր որ գրում, ջնջում, մեկնաբանում են, շատերը նաև պահանջում են, եւ այսօրվա իմ հյուրը հենց ձեր պահանջներից հետո հայտնվեց ինձ մոտ եթերում։ Ում այսն է խոսքը կիմանա գրոպե նրանց, որովհետև այս պայն պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ հարազատների գրկում, լավ մարդկանց շրջապատում եւ Աստծո օրհնությամբ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Вошла ты к облакам вознесу, я весь мир к твоим ногам принесу и цветами украшу на что. Всю жизнь пополам ты возьми, все, что есть, ты отдам. Лишь тобой я томим по ночам, все печали развею в былом. Я жизнь отдам, и спасибо за тебя, небеса. Я целую тебя по утрам, окутан мраком, но ты мой дар. А если что вдруг ты украсишь красотой мой досуг, весна моя и спасение от вьюг, я под властью обаятельных чар. Я вдаль уеду снова, заглянув под вуаль. В твоих глазах я увижу печаль. Не стоит нежно опускать свой взор. Прекрасен мир, с тобой я счастлив, ты мой вечный кумир. Ты драгоценность, ты мой сапфир, и ты словно любви приговор. И спасибо за тебя, небесам. Я целую тебя по утрам, окутан мраком, но ты мой дар. А если что вдруг ты украсишь красотой мой досуг, весна моя и спасение от вьюг, я под властью обаятельных чар. Հարգեներս 21 TV եթերում սկսել ենք ընթացքի մեջ պահպանում ենք Ձինայեթ նախագիծը եւ այս պայն հատուկ տեսանյութ։ Ասեմ, որ բավականին ցանկալի է, որովհետեւ հեռուստադիտողներ այս գեղեցկուհու նկարինց ուղարկում են եւ ուղակի խնդրում են, այլ ոչ թե արդեն պահանջում են, որ նա լինի ինձ մոտ տաղավարում, որպեսզի միասին բացահայտենք նրան։ Իսկ թե ում այսն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Очень громко ругалась, а эта надпись до сих пор осталась. Как не в силах, ни время, ни старость. Хорошее кино, которое возвращаться в радость. Для зрителей всего это практически вечный блокбастер с тупейшим концом. Но как же прикольно все начиналось. Припев. Ես վստահ եմ, որ նա ունի մեծ
երկրպագուների շատ մեծ բանակ։ Եվ շատերը արդեն մոտ են նստել, ձայնը բարձրացրել են եւ ուզում են հասկանալ նա է ինձ մոտ տաղավարում, պատկերացնում եք, արդեն չեմ վախենա կարող եմ ասել եւ ճանաչված, եւ սիրված գեղեցկուի Նոնա Սաֆարյանը ինձ մոտ տաղավարում է։ Նոն ջան, ողջույն իմ աղջիկ։ Ողջույն Դինա ջան, շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար։ Օրս արդեն հրաշալի է սկսվել, որովհետև երբ գեղեցիկ մարդ ես տեսնում, անկախ քեզնից դու էլ ես լուսավորվում։ Շնորհակալ եմ շատ քեզ։ Ես գիտեմ, որ Նոնան հասցնում է լինել եւ Երևանում եւ Վանաձորում։ Այն որ մենք Facebook-յան մեր էջում տեղադրեցինք մի քանի նկար։ Նկարներից մեկը բնականաբար քոնն էր։ Ադմինիստրացիան ինձ ուղակի վարքյանամեկ ուղարկում էր քո ֆոտոն եւ այնտեղ 1000-ից ավել պլյուս, որ ուզում են Նոնային ինձ մոտ տեսնել տաղավարում։ Այնպես որ ես ունեմ նախ հարցեր ժողովրդի անունից, որ նրանք են այդ հարցերը տալի, հետո արդեն կանցնենք մեր ֆորմատին։ Նախ ասեմ, որ տեսքդ շատ սիրուն է այսօր, դու շատ սիրուն ես, ու դու գիտես ես քեզ ինչքան եմ սիրում։ Ես էլ ձեզ եւ ձեր աղջկան։ Շատ լավ, չնայած Նոնան իմ աղջկա ընկերուհին է, բայց ես այսօր, այսպես ասած, լեվելների տարբերությամբ փորձեմ նաև բացահայտել մեր աղջկան, ինչքանով էլ ես նրան գիտեմ։ Նոն նախ սկսենք մի քիչ սկզբից, հետո նոր հետ կգնամ էլի։ Այսօր ինչ է անում մեր աղջիկը։ Ես տեսնում եմ էջում ներկայացումներ, տեսնում եմ մանկական ներկայացումներ քեզ հագուստով, սերիալ, ամփոփիր։ Հուլիս ամսին վերադարձա Վանաձոր, որովհետև արդեն ծով աչքերի պատճառով հեռուստասերիալի նկարահանումներն ավարտված էին, բայց ես այստեղ դեռ տունը, որտեղ ապրում էի, պահպանում էի հետ գալու հույսով։ Գնացի այնտեղ ներկայացումներ իրար ետևից, դե 1 տարվա ընթացքում ես մի քանի դերերից հրաժարվել էի, երբեմն ինձ փոխարինում էին, երբեմն գնում խաղում էի։ Առաջին ամիսներին շատ էի գնում, ամսվա մեջ 8-10 անգամ Վանաձորում էի լինում, հետո հասկացա, որ սպառվում եմ, էլ չեմ կարողանում ու սկսեցին ինձ փոխարինել։ Այսպես Կարոտոս առա թատրոնից եւ նոյեմբերի 21-ին պրեմիերա ունեցանք։ Ես հանձնեցի ու հանգիստ խղճով եկա Երևան, այստեղ տեղափոխությունների մեջ եմ ու պատրաստվում եմ մեկ այլ նկարահանումների գնալուն։ Այսինքն առաջարկ ունենք։ Չեն կարող եթերում ասել։ Ոչ։ Շատ լավ։ Ուզում եմ անակնկալ լինի, միգուցե շատերը կռահեն ինչի մասին է խոսքը, որ կերպարի, բայց չասեմ, փակագծերը չբացեմ։ Քեզ հետևողներն ինձ թվում է արդեն դրա մասին կիմանան, դու ցույց կտաս սոցհարթակներում։ Անպայման։ Շատ լավ։ Նոն ես մի հարց եմ ուզում տամ։ Ես վերջերս մի հատ քեզ շատ սիրուն հագուստով էի տեսել, կաբարե ոճի մեջ էր, եթե չեմ սխալվում, ճիշտ է։ Ինչ-որ sense կարմիր ու սև հագուստ ներկայացումից հատված էր։ Երևի կարմիր ծյուլեր են եղել, ես սև հագուստով, դա մեր փորձի շորերն է, միշտ թատրոնում փորձերի ժամանակ հագնում ենք սև վերնազգեստ եւ սև երկար շրջազգեստ։ Ինձ թվում է դուք այդ նկարն եք տեսել սթորի բաժնում։ Ուզում եմ ասել շատ լավն է, դրա համար եմ ասում այդ։ Շնորհակալ եմ, իմ սիրելի գույներն են սև, կարմիր։ Շատ լավ։ Նոն, տարին ո՞նց ես պատրաստվում ամփոփել եւ լինելու ես Երևանում թե Վանաձորում։ Լինելու եմ Երևանում շատ հարազատ 1-2 հոգու հետ։ Որոշեցինք անցկացնել տանը նոր տարին ջերմիջավայրում։ Ես առհասարակ շատ քիչ մարդկանց հետ եմ շփվում, չեմ սիրում մարդաշատ վայրեր։ Միգուցե սա շատ տարօրինակ հնչի իմ պարագայում, որովհետև անընդհատ բեմ եմ դուրս գալիս, հեռուստադիտողն է նայում, բայց ես իմ սրտի այդ կողմերը սիրում եմ հենց միայն այդ ձևով ցույց տալ։ Լավ։ Այսինքն այդ ամեն ինչից դուրս սիրում եմ ընտանիք, տուն, հարազատներ, շատ քիչ ընկերներ ու որոշեցի հենց այդպիսի նեղ շրջանակներում էլ նոր տարին անել։ Շատ լավ։ Նոն կոմպլեքսավորվում ես, երբ որ քեզ ճանաչում են։ Ինձ թվում է ամեն երկրորդը քեզ կճանաչի ու լավ խոսքեր հաստատ կասի։ Երբ սկսվեց արդեն ծով աչքերի պատճառով հեռուստասերիալը եթեր գնալ, առաջին 1-2 ամսում ես դեռ չէի հասկանում ինչ է կատարվում։ Եվ երբ մի օր դուրս եկա ուղակի քաղաքում Երևանում քայլելու, ինձ համար այնքան շոկային էր, որ
ուղակի մարդիկ դեպի ինձ էին գալիս, ինչ որ մարդիկ ուղակի գալիս էին միանգամից գրկելու կամ գալիս էին ուրախ դեմքով դեպի ինձ, ես դեռ չէի հասկանում ինչ է կատարվում։ Ու առաջին օրերին նույնիսկ մտքովս չէր անցնում, որ այդ մարդիկ հենց այդ սերիալի դիտողներն են ու գալիս են քեզ որևէ խոսք ասելու։ Այդ ժամանակ մի փոքր ամաչում էի, քաշվում իհարկե շատ նաև ուրախանում մտածելով որ դե ուրեմն մարդկանց սրտերին ինչ որ բան հասել է եւ իմ անկեղծությունը գնահատվել է որի համար շատ շնորհակալ եմ նրանցից եւ առհասարակ եթե հերոստադիտողի այդչափ սերը չլիներ ես չգիտեմ այդ ճանապարհը ինչպես կշարունակեի Համենայն դեպս ես կարող եմ ասել երբ որ մեր աղջիկը պատրաստվում էր սերիալում նկարվեր դեռ նկարում չէր եղել բավականին անհանգիստ էր ես բնականաբար նաև նոնային իմ տանը հյուրընկալությունից հետո որոշեցի սերիալը նայել եւ կարող եմ ասել ամեն սերիա արդեն ինքը ցույց էր տալի աճը Ես կարող եմ ասել նաև, որ այսպես ասած առաջի սերիալն է եղել քո կյանքում, որ հիմա պատմում ես դա։ Այո, ինձ համար առաջինն էր։ Մեծ նախագիծն է եղել։ Ես պետք է ասեմ, որ ռեժիսորը, պիտի ես մասին պարտադիր նշեմ, Գոհար Արշակյանը, շատ մեծ աշխատանք է տարել իր հետ։ Շատ դեպքեր է եղել, երբ նա է նյարդայնացել, շատ դեպքեր է եղել, երբ ես եմ առանձնացել ինչ որտեղ լացել, բայց հետո երբ սերիաները նայում ես ու տեսնում ժողովրդի աշխատանքը, հասկանում ես, որ տվյալ մարդը կենտրոնանում է քեզ վրա միայն քո եւ նախագծի հաջողության համար, այսինքն Երբ քեզ տեսնում են հավանում ու սիրում կամ տեսարանը հաջողված է, դա միայն իմ շնորհքը չի։ Դրա յետևում ռեժիսորի պատասխանատվությունն է, նրա սերն է դեպի իր նախագիծ եւ կադրից դուրս մարդիկ աշխատում են։ Հավատը։ Ու հասկացա ես, երբ զգում եմ, որ ռեժիսորը հավատում է իմ ուժերին, ես բացվում եմ։ Ուղղակի առաջին 1-2 ամսում շատ դժվար էր, որովհետև գիտեք թատրոնի կյանքը ինչպեսին է, փորձերը մի փոքր կարող եմ ծավալվել այս թեմայով։ Իհարկե։ Դե թատրոնում ինչպես է ռեժիսորը խնդիր է տալիս, դու այդ պահին մի քիչ քո ձևով ես անում, քո պատկերացրածով, ինչ որ նոր գույներ ես ավելացնում, կամ որոշում ես, որ չէ, այս անցումը այսպես չես անում, այլ պտտվելով ես անում կողքով, կամ առհասարակ պրեմիերային դեռ ժամանակ կա ու դու կարող ես հավերժ ստեղծագործել, այսինքն երկար ժամանակ ունես ստեղծագործելու ավելի ճիշտ։ Ու ինձ համար ինչն էր դժվար, որ այդ պահին տեսախցիկը, եթե քեզ այս սահմանների մեջ է վերցնում, դու չես կարող դա անցնել։ Այսինքն, եթե քեզ ասում են, որ արի այստեղից այստեղ կանգնիր, դու չես կարող քո ուզածով անել, քո զգացածով։ Իսկ ես սովորեի, որ չէ, այսպես զգացի։ Ու հիշում եմ դեռ նկարահանման 4-րդ օրն էր եւ ինձ համար շատ բարդ տեսարան եւ այդ աշխարհին էի շատ խորտ եւ տեսախցիկներին եւ անսովոր էր որ այդ մարդիկ շրջապատում են ինձ կարելի ասել այսպես նույն օդն եք շնչում տեխնիկական մասին է այո ու հենց 4-րդ օրը հարազատի կորուստ պիտի խաղայի Սարայի մոր մահվան մասին է խոսքը երևի թե կհիշեք ու ես հիշում եմ որ երկրորդ փորձի դուբլի ժամանակ երբ պետք է էմոցիաներս ամբողջապես արտահայտեի, անկախ ինձնից ես ընկա գետնին ու ամբողջ ուժով գոռացի։ Երբ ինձ ասացին, որ սա կամերա տեսախցիկը չֆիքսես, դու դուրս մնացիր, ու ես հասկացա, որ սա պիտի անեմ դեռ 3-րդ անգամ, միգուցե նաև 4-րդ, ու դա ամենամեղմ բանն էր, ամենամեղմ խնդիրն էր, որի հետ ես բախվեցի այս ոլորտում, հասկացա, որ չէ, ինձ շատ մեծ ահռելի աշխատանք է սպասվում ու երբեք չի կարելի թերագնահատել այն դերասանին, ով որ թատրոնում փորձ չունի, միայն սերիալում է խաղում։ Ես հասկացա, որ տարբեր է, էլի, հոզորով չի, տարբեր է։ Շատ տարբեր է եւ չի կարելի ընդհանրապես համեմատել իրար հետ։ Ոչ մի նմանություն չկա։ Նմանությունը երևի թե միայն այն է, որ մարդու հոգու հետ է կապված։ Նոն որտեղ ես դու քեզ կոմֆորտ զգում։ Բեմի վրա թե տեսախցիկի առաջ։ Չէի պատկերացնում ինձ տեսախցիկի առջև, այսինքն դա ինձ համար էսպես հեռու մշուշոտ ինչ որ պատկեր էր թվում։ Հիմա տեսախցիկի առջև ես ինձ
բավականին հանգիստ եմ զգում, բայց ելի կվախենամ համեմատել թատրոնի հետ։ Դու սիրում ես թատրոնը, ես հասկացա։ Շատ սիրում եմ։ Ես այնտեղ ադրենալին եմ ստանում, բայց տեսակ խցիկների առջև նույնպես գտա իմ հոգու հանգստությունը։ Շատ լավ։ Նոն ես քեզ համար ունեմ բլից հարցեր։ Ուզում ես հարցերի օգնությամբ նաև ինչու ոչ հասկանալ թե ինչ ես սիրում ճաշակդ պատրաստես։ Այո, Գնացինք։ Առավոտյան սուրճ թե երեկոյան թեյ։ առավոտյան սուրճ։ Նախաճաշ անկողնում թե երեկոյան մոմերի տակ ներքո ընթրիք։ Ընթրիք երեկոյան։ Շատ լավ։ Սպորտային հագուստ թե երեկոյան հագուստ։ Երեկոյան հագուստ եւ բարձրակրունկներ։ Նախընտրած ուտեստ։ Միս։ Խորոված վիճակում միս։ Լավ նոնա։ Իսկ խմիչք։ Շամպայն։ Ունես կենաց, որ քոնն է, նախընտրում ես այդ կենացը խմել, բարձրաձայնել։ Ես սիրում եմ միայն երջանկություն եւ առողջություն մաղթել։ Եվ կարծում եմ, որ մարդը երբ երջանիկ է, նա չի կարող խանգարել մյուսներին կամ խաթարել մյուսների կյանք։ այլոց կյանքում կատարվող երևույթի։ Համաձայն եմ։ Կարևորը ինքնաբավ ու երջանիկ լինելն է։ Ապրես։ Ինչի մասին երբեք չես բարձրաձայնի։ Շատ բաների մասին առհասարակ չեմ խոսում, նույնիսկ մտերիմ մարդկանց հետ։ Իմ մեջ է տեղի ունենում մոնոլոգը, բայց երևի ընդհանուր առմամբ ասեմ անձնականի։ Շատ լավ։ Ինչից ես վախենում։ Ինչ որ բան չհասցնելուց։ Փաստորեն նմանենք։ Ֆիլմ թե ներկայացում։ Ֆիլմ։ Լավ։ Ով է քո կյանքի հերոսը։ Երբ լսում եմ հերոս բառը, մի անգամից մի քանի բան է գլխումս ասոցացվում տարբեր պատկերների հետ։ Օրինակ։ Օրինակ թե հայրենիքի հետ կապված, թե իմ ընտանիքի անդամներից մեկը, այն բոլոր մարդիկ, ովքեր մեկ վայրկյան անգամ չմտածելով իրենց կյանքը տվեցին, որ մենք հիմա այստեղ նստենք, ժպտանք, ծիծաղենք, ուրախանանք, ապրենք։ Զինվորն է քո հերոսը ուրեմն։ Այո։ Ապրես։ Ինչը երբեք չես ների։ Հետաքրքիր է, որ ընդամենը 1 տարի առաջ կամ առհասարակ նախկինում շատ արագ կարող էի պատասխանել հարցին, բայց վերջին ամիսներին, չգիտեմ ինչու պատկերացումներս բավականին փոխվել է եւ սկսել եմ ամեն ինչին նայել որպես հարաբերական երևույթ։ Ամեն ինչ ինձ համար հարաբերական է։ Ես չգիտեմ կյանքի ինչ որ փուլում հստակ ինչպես կարձագանքեմ։ Նոն մեծացել ես։ Հա, Հասկացի ես արդեն։ որովհետեւ շատ եմ փակված մնացել այս ընթացքում վերջին ամիսներին։ Շատ լավ։ Մայրաքաղաքում կա նախընտրած անկյուն, որ սիրում ես։ Երևանում։ Օպերայի հատվածն եմ հենց շատ սիրում։ Շատ լավ։ Այդտեղ շատ ես լինում շուշուտ։ Չէ, Բայց սիրում ես։ սիրում եմ շատ։ Իսկ ինչի անում Նոնան, երբ որ տխուր է լինում։ Միանգամից դեմքից արտահայտվում է, աչու ձախ կռիվ է անում։ Ինչ ես անում Նոն։ Երբեք ոչ ոք չի կարող հասկանալ ես տխուր եմ թե ոչ։ Ընդհանրապես, որովհետև իմ տխրությունը պահում եմ միայն իմ մեջ, ես չեմ սիրում, երբ մարդկանց բացասական լիցքեր են փոխանցում կամ մարդը ուրախ գալիս է ինձ բարևելու, ես սկսում եմ միանգամից խնդիրներից իմ բացասական ինֆորմացիաներով իր գլուխը, փակում եմ իմ մեջ, ես իմ մեջ ամփոփում եմ, ես հասկանում եմ, ես դասը քաղում եմ, մեկ օր դա կտևի թե մի քանի օր թե ամիսներ, Չի երևում։ պահում եմ իմ մեջ, ոչ։ Շատ լավ։ Կամ մարդով գիտի քո բոլոր գաղտնիքները։ Աստված երևի։ Ապրես։ Լավ, բոքս թե շախմատ։ Շախմատ։ Իսկ սպորտին հետևում ես սպորտ աշխարհին։ Օրինակ կընտրես Արման Ծառուկյանին, թե Մագրեգրին։ Այս պահին հայտնի պատճառներով կընտրեմ Արման Ծառուկյան։ Բնականաբար։ Իսկ հաճախ ես սեր խոստովանում Նոն։ Բարերով չեմ կարողանում արտահայտել, Գործով ես ցույց տալիս։ բայց եթե մարդիկ ուշադիր լինեն, ես թեկուս փոքր քայլերով դա ապացուցում եմ։ Միգուցե թեկուս հարազատ ծնողիս, օրինակ մայրիկին կարող է 1000-ից 1 ինչ որ այդպիսի խոստովանություն անեմ, բայց փնտրեմ մի բան, որն ինքը սիրում է, կամ գնեմ մի բան, որից ինքը կուրախանա, կամ մի հաղորդագրություն ուղարկեմ, կամ մի զգեստ գնեմ, չգիտեմ, համենայն դեպս խոսելով սիրողներին չեմ էլ
ընդունում։ Ես էլ եթե անկեղծ, որովհետև ինչքան էլ ուժ ունենում է խոսքը, միևնույն գործը անցնում է։ Երբեմն նույնիսկ երբ խոսքով են ուզում իրենց սերը ցույց տալ, չգիտեմ տարիքից է թե ինչ, այնպես խոսում եմ, իբր շատ մեծ մարդ Չէ, բայց մեծացել ես արդեն տնանա։ ծիծաղս գալիս է։ Օրինակ, երբ ասում են կգամ, կօգնեմ, կհասնեմ, պետք է քեզ ինչ-որ ման, ծիծաղս գալիս է, որովհետև սիրող մարդը միանգամից անում է, դու չես էլ նկատում դա ինչպես է տեղի ունենում։ Համաձայն եմ, ու չի էլ բարձրաձայնում։ Միանգամից անում Այո։ եմ։ Նույն շփվում ես Աստծո հետ։ Այո, Շնորհակալ ես լինում, թե շատ խնդրում ես։ միայն շնորհակալ եմ լինում։ Ես չեմ հիշում վերջին անգամ ինչ եմ խնդրել Աստծուց, եթե նույնիսկ որևէ ինչ որ նեղության մեջ եմ եղել։ Ու մայրիկիս հորդորով, քանի որ վերջին շրջանում ինչ որ տարօրինակ բաներ էին կատարվում ինձ հետ, Ահա։ իրար ետևից իր հորդորով ամեն օր հայր մերն եմ ասում եւ առավոտյան եւ քնելուց Օգնում եմ։ միանշանակ։ Շատ լավ։ Նույնիսկ դու քո ներքի ձայնին լսում ես։ Այո, բայց միշտ չի որ իր Օգնում։ թելադրանքով եմ շարժվում։ Ուզում եմ իմանալ, փոքր նոնա այստեղ ապրում, հա։ Այո։ Ո՞վ է հաղթում, կռվում եք իրար հետ։ Եթե հանկարծ նեղացնում եմ, հետո փորձում եմ սիրտը շահել։ Նոնա։ Շատ լավ։ Նոն TV թե ռադիո։ Ռադիո։ Լուրջ ես ասում։ Այո։ Օրինակ օրվա մեջ կարող ես ռադիո շատ լսել, թե TV նայել։ Ես չեմ լսում, բայց կարծում եմ ռադիոյով ավելի կարևոր ինֆորմացիա կարող ենք ստանալ, քան TV-ով շատ հաճախ։ Նոն մենք ունենք օրվա հոբելյարներ։ Ես վստահ եմ, որ հոբելյարների մեջ կան մարդիկ, ովքեր որ սիրում են քո գործունեությունը, ինչ ոչ արդեն ճանաչեցին, ինչ որ չափով, տեսախցիկը կոնը։ Կշնորհավորես իրենց։ Այո, մեծ սիրով։ Շնորհավորում եմ մեր հոբելյարների ծննդյան տարեդարձը։ Մաղթում եմ, որ դուք լինեք շատ օրհնված։ Ես շատ եմ սիրում այս արտահայտությունը, ինքնաբավ, երջանիկ, առողջ, թող որ ձեր կյանքում լինեն այնպիսի օրհնություններ, որոնք կլուսավորեն ձեզ եւ ձեր միջոցով նաեւ կողքիններին։ Այդպիսով մենք կունենանք առողջ ու սիրուն հասարակություն։ Առողջ եղեք։ Ապրես, շատ շնորհակալ եմ քեզ։ Եվ շնորհակալ եմ, որ ինձ մոտես հրավերս չես մերժել։ Գիտես, ես քեզ շատ սիրում եմ։ Ես եմ ձեզ։ Ամենաշատը քեզ սպասում էր այսօր եթերում նաև Միան, որ արդեն կարոտած է բնականաբար։ Միայի հետ նաև ասեմ, որ սովորեց մեր տան անդամ Տոբին Նոնան, որ ամենաշատն էր վախենում։ Նոն ասա, որ սովորել ես։ Հա։ Չէ, հա։ Իսկ միան այնքանից նման է, ոնց որ իմ աղջիկը լիներ։ Շատ լավ։ Շնորհակալ եմ շատ քեզ, լիք հաջողություններ, ուզում եմ մեծ սեր ունենաս ուղղակի։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ։ Իսկ այսքանից հետո շնորհակալ եմ հեռուստադիտողներին, որ ամեն բան արեցիք, որ գեղեցկուն լինի ինձ մոտ տաղավարում։ Մինչև հիմա ձեզ հետ Նոնաներ եւ ձեր Ձինա Ակոպովնան ինձ փնտրեք բացառապես 21 TV եթերում։ Բարին ձեզ։ Ուրբաթ կես գիշեր, դատարկ են շշեր, իսկ սիրտս ուզում է քեզ տեսնել, էլ ոնց դիմանամ, ասա իմանամ, ոչ համար ունեմ, ոչ ասե որ մոտդ գամ, անծանոթ աղջիկ, իմ սրտի գաղտնիք, հանդիպման պահից, գերեցիր դու ինձ, սիրտդ բեր մոտիկ, սերին մի հատիկ, մի տանջիր ինձ էլ հերվից, հասկացիր ինձ կեզ խոսքից, անծանոթ աղջիկ, իմ սրտի գաղտնիք, հանդիպման պահից, գերեցիր դու ինձ, սիրտդ բեր մոտիկ, սերին մի հատիկ, մի տանջիր ինձ էլ հերվից, հասկացիր ինձ կեզ խոսքից, շաբաթ առավոտ ու էլի կարոտ, իսկ սիրտս գժվել ա, ուզում ա գալ քեզ մոտ, էլ ոնց դիմանամ, ասա իմանամ,
ես խոսքից